Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Եթերում կրկին ուրբաթ օրով հաղորդաշարն է։ Մեր այսօրվա թեման է սոցիալական գործոնը գյուղում ապրող երիտասարդի կյանքում։ Առհասարակ, ինչ է սոցիալական գործոնը եւ ինչպես է ազդում գյուղում ապրող երիտասարդի վրա։ Սոցիալական գործոններից մեկը միջավայրի վերաբերմունքն է երիտասարդի գործողությունների նկատմամբ։ Ինչ է այդ վերաբերմունքը եւ որտեղից է գալիս այն։ Այդ վերաբերմունքը կարող է գալ ընտանիքի անդամներից եւ առհասարակ հասարակությունից, քանի որ գյուղական համայնքը փոքր է եւ մարդիկ միմյանց ճանաչում են, դու անցնում ես խորը քննության։ Այս դեպքում ինչ քննության մասին է խոսքը։ Գիտես Հրաչ, երբ փորձում ես որևէ կարևոր նախաձեռնություն իրականացնել, առաջին քննությունը պետք է անցնես ծնողներիդ մոտ, որովհետև մեզ մոտ շատ կարևորվում է ծնողի դիրքորոշումը։ Եվ այսպես քննությունն ընտանիքից սկսվում եւ դուրս է գալիս գյուղական միջավայր։ Դե գյուղում էլ պարապ նստած չեն։ Ուր է գնում, ինչ է անում, ինչին է պետք։ Հենց դա էլ սոցիալական գործոնն է։ Երբ քայլում ես գյուղամիջով, քեզ անպայման հետաքրքրում է յուրաքանչյուրի կարծիքը։ Իսկ այդ փաստը, գործոնը, միայն խանգարում է, թե իր օգտակար կողմերն էլ ունի։ Պետք է անկեղծ լինեմ, ունի եւ օգտակար եւ վնասակար կողմեր։ Շատ ժամանակ հրաժարվում ես քո նպատակներից, որպեսզի ավելորդ խոսակցություններից զերծ մնաս։ Ահա վնասակար կողմերից մեկը։ Օրինակ, շատ եմ դժվարանում իմ 70 տարեկան տատիկին բացատրեմ, թե ինչու եմ հաճախում վեբ դիզայնի դասընթացների։ Այնուամենայնիվ, սոցիալական գործոնը նաև դրական կողմեր ունի։ Դրական կողմերից մեկն այն է, երբ առաջարկած գաղափարը ոգևորվում է ընտանիքի անդամների կողմից։ Երբ սովորում ես գյուղից դուրս եւ արձակուրդներին վերադառնում ես գյուղ, քեզ ուղեկցող ժպիտները, ոգևորությունները քեզ ավելի են նպատակասլաց դարձնում քո ճանապարհին։ Այո, սոցիալական գործոնը մեծ ազդեցություն ունի երիտասարդի կյանքում։ Ձեր յուրաքանչյուր ոգևորում մեզ ավելի ինքնավստահ է դարձնում։ Իհարկե, գյուղում ապրելը դժվար է, բայց լավ արժեքները ձեռք են բերվում դժվարությամբ։ Հետևեք մեր հաղորդաշարին։ Մենք դեռ շատ հարցերի կանդրադառնանք։ Ձեզ հետ է Լուսինեն եւ Հրաչը։